Կրկին բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, ինչպես խոստացել էինք, բազմապրոֆիլ, գեղեցիկ զրույցներ ենք ունենալու եւ հերթը հասավ գիտության ու տեխնոլոգիաներին, շատ կարեւոր իրադարձություն է լինելու, Հայաստանը հերթական անգամ դառնում է բարձր տեխնոլոգիաների եւ նորարարության կենտրոն։ Մայիսի 15-ից 17-ը կանցկացվի Արևմտյան Ասիայի FPV դրոնների ռեգիոնալ մրցաշարը, որտեղ համախմբվելու է տարածաշրջանի լավագույն օդաչուներին է համախմբվելու եւ ոլորտի մասնագետներին իհարկե։ Այս միջոցառումը ոչ միայն սպորտային մրցակցություն է, այլ նաև կարևոր քայլ անօդաչու թռչող սարքերի ոլորտի զարգացման, նոր գիտելիքների փոխանակման եւ երիտասարդների ներգրավման ուղղությամբ։ Սպասված մրցաշարի մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ Իսկ տաղավարում են Arm-Drone համայնք հասարակական կազմակերպության հիմնադիր Հայկ Կարապետյանը եւ մրցաշավի հայկական թիմի անդամ Ռաֆիկ Ադամյանը։ Բարի առավոտ։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Նախ խնդրեք ասել, թե ինչպես ծնվեց Արևմտյան Ասիայի FPV դրոնների մրցաշավը Հայաստանում անցկացնելու գաղափարը։ Քանի որ մեկ ամիս առաջ ընտրվել եմ որպես Արևմտյան Ասիայի ռեգիոնալ ղեկավար, հետևաբար որոշել եմ շնորհակալություն։ Նմանատիպ մրցաշավերը առաջին անգամ է լինելու այս սկզբունքով, միջազգային ու աշխարհի մրցումներ շատ են լինում, բայց ոնց որ միջազգային դրոնների ֆեդերացիան որոշեց նաև ոնց որ ծավալը մեծանալուց հետո արդեն բաժանել ռեգիոնների ու Ասիա տարածաշրջանը բաժանվեց 3 մասի, Արևմտյան Ասիայի ռեգիոնալ ղեկավարը ընտրվեցի ես ու որոշեցի Արևմտյան Ասիայի ընդհանուր ամբողջ աշխարհի առաջին մրցույթը անել Հայաստանում ու այստեղ կլինի արդեն Արևմտյան Ասիայի կիսաեզրափակիչը եւ մեկ այլ երկրում կլինի արդեն եզրափակիչը ու հուսով եմ, որ կարողանանք այնքան պատշաճ ձևով իրականացնել մրցաշավը, որ հաջորդ անգամ եզրափակիչը ու ընդհանուր այս մրցաշավը կմնա մշտական ոնց որ Հայաստանում ու կփորձենք դրսի օպերատորներին միշտ բերենք ցույց տանք Հայաստանը ու իմանան, որ այս ուղղվածությամբ մենք նույնպես արդյունքներ ենք գրանցում ու չենք զիջում Եվրոպայի կամ Ամերիկայի թիմերին։ Բրավո։ Հրաշալի է, իսկ հիմնական նպատակն ու գաղափարը առհասակ ո՞րն է այս մրցաշարը։ Ինչպես նշեցի, մենք զբաղվում ենք FPV դրոններով, FPV-ին բացվում է first person view, այսինքն դիտում առաջին դեմքից։ Հիմնականում ինձ թվում է մեր հայրենակիցները ավելի շատ ծանոթ կլինեն FPV դրոններին, հիմնականում ռուս-ուկրաինական պատերազմից, երբ որ ակնոցները հագնում են ու ոնց որ ռազմական գործողությունների ժամանակ է հիմնականում բանարվում, այդ ձևով ոնց որ կիմանան ոլորտին կծանոթանան։ Ընդհանուր մեր ուղղվածությունը մի քիչ տարբերվում է դրանից, ինքը մենք կրթական սպորտային հասարակական կազմակերպություն ենք ու կրթության ու սպորտի միջոցով երեխաների մոտ զարգացնում ենք այս հմտությունները, իրանք կարողանում են սովորեն թե զոդում, թե ֆիզիկա են սովորում, թե ինժեներություն են սովորում, ռադիոկապից են հասկանում, այսինքն այստեղ մեկ սարք վարելը ու մրցելը իրար հետ բերում է սենց շատ գիտելիքների ոնց որ համախմբություն է, դրանից հետո նոր մարդիկ կարողանում են արդեն սարքը վարեն, կատարելագործեն, այսինքն այդ գիտելիքների համախմբությունը իրաց թույլ է տալիս տեխնոլոգիական ոլորտում իրանց տեղը գտնել ու եթե օրինակ խորանան մենակ զոդման մեջ, կարող են ասենք կամ ինժեներության այլ ուղղվածություններում կարող են մասնագիտանան, հմտանան կոնկրետ սպეციფიկ այդ ուղղվածության մեջ։ Օգտագործում ենք 3D մոդելավորում, օգտագործում ենք 3D տպիչների հետ աշխատանք, CNC-ներ ենք օգտագործում, եթե անհրաժեշտությունը կա, այսինքն ամեն այդ նեղ մասնագիտություն կարան վերցնեն ու դրա մեջ ահագին խորանան։ Սա ասենց ոնց որ բացի նրանից, որ հետաքրքիր ու հավես է այդ սարքերը վարելը, այլ նաև իրանց հնարավորություն է տալիս մասնագիտանալ։ Ռաֆիկ ջան, խոսենք ձեզ հետ, մրցաշավի հայկական թիմի անդամ եք, հետաքրքիր է դուք ինչ կասեք առհասարակ, ինչպես եք տրամադրված, ինչ եք այս պահին անում, ինչպես եք պատրաստվում։ Դե եւ ես մասնակցի դասընթացներին, իմ համար ոլորտը շատ հետաքրքիր դարձավ եւ դրա համար ցանկացա մասնակցել մրցաշարին, որպեսզի փորձեմ իմ ուժերը։ Իրականում մրցաշարին մասնակցելու համար պետք են ոչ միայն սարքը վարելու ունակություններ, այլ նաեւ պետք են գիտելիքներ այլ ոլորտներից, որպեսզի մենք կարողանանք կառուցել սարքը եւ իմանալ թե ինչպես սարքը աշխատում, որպեսզի տեղում առաջացած խնդիրները կարողանանք լուծենք։ Եվ դրա համար ինձ ոլորտը շատ հետաքրքրեց եւ ես հիմա շատ ջանքեր եմ գործադրում, որպեսզի մասնակցեմ եւ բարձր հորիզոնական ներգրավեմ մրցաշարում։ Նպատակասլացությունը վստահաբար կբերի հաղթանակի։ Բայց ձեզ ինչով է այս մրցաշարը առանձնանում մնացած այլ FPV մրցաշարերից։
Իրականում FPV մրցաշավերը իրար շատ նման են, եթե ոչ FPV դրոնների նայենք, իրականում Հայաստանում ընդհանրապես այլևս մրցույթներ չի անցկացվում դրոնների հետ կապված, իսկ աշխարհում FPV դրոնները պոպուլյար են նրանով, որ առաջի դեմքից թե օպերատորի համար հաճելի, դժվար եւ ոնց որ ավելի հետաքրքիր վարելը եւ կողքից հանդիսատեսի համար։ Ի տարբերություն Mavic տեսակի դրոնների, որոնք օդում իրենց դիրքը պահում են, այս դրոնները չունեն օդում ստաբիլ մնալու հնարավորություն ու բավական բարդ է նրանց վարելը։ Բացի դրանից առանձնանում է այլ մրցաշավերից նրանով, որ մեր սարքերը մենք ինքնուրույն ենք հավաքում, ընտրում ենք բոլոր կոմպոնենտները, զոդում ենք, կարգավորում ենք ու ոնց որ մի խնդիր է լավ սարք հավաքելը, երկրորդ խնդիրը լավ վարելը, երրորդը ճիշտ կարգավորումներ տալը։ Այսինքն այդ երեքի համախմբությունը նոր բերում է լավ արդյունքի։ Իսկ Հայաստանում շատերը ոնց որ մտածում են, որ իրանք բավական տենց հմուտ են ու այդ սպորտային միջավայրը քանի որ չկա, իրանք իրանց ոնց որ մաքսիմումը չեն իմանում որն է ու մրցաշավերի ժամանակ արդեն գալիս են մրցում են լավագույնների հետ, նաև արտերկրից եկած լավագույնների հետ ու արդեն այդ ժամանակ հասկանում են իրենց բացը, իրենց թույլ կողմերը, սկսում են դրա վրա աշխատել ու հաջորդ մրցաշավի համար ավելի լավ են պատրաստվում ու եթե չլինի այդ մրցակցային միջավայրը, ոչ մի օպերատոր, ոչ մի մասնագետ, ոչ մի ինժեներ չի զարգանա։ Հասկանալի է։ Ռաֆիկ, ինչ մարտահրավերներ կան, որոնց սպասում ես կամ որոնք կարող են լինել օդաչուների համար առհասարակ, մասնակիցների համար։ Դե իմ հետ միասին մասնակցել են ավելի պրոֆեսիոնալ օպերատորներ եւ դրա համար իմ հետ ավելի հետաքրքիր կլինի իրենց այդ փորձի փոխանակում կատարել եւ իրենցից ես շատ սովորելու բաներ ունեմ, որը իմ համար շատ հետաքրքիր է։ Ինչպես է հետաքրքրությունն առաջացել առհասարակ այս մասնագիտության հանդեպ, երբ, որ տարիքից։ Դե ես շատ մանկուց եմ հետաքրքրում էլեկտրոնիկայից եւ նաեւ սովորում պոլիտեխնիկի ավագ դպրոցը այդ ուղղությամբ եւ դրա համար էլ ինձ ոլորտը ընդհանրապես շատ հետաքրքիր է եւ երբ մասնակցի դասընթացներին իմ համար բացվեց ոլորտում ավելի շատ հնարավորություններ։ Շատ կարևոր ոլորտ է ընդհանրապես եւ ռազմավարության տեսակետից է շատ կարևոր, ուղղակի ցավոք սրտի, որ մենք պատերազմային եւ ցավոք սրտի այդ վատ իրավիճակներում ենք ավելի ծանոթանում այդ տեխնիկային, բայց շատ պետք է շատ կարևոր է ընդհանրապես կազմում։ Իհարկե, եւ նաեւ ցավոք սրտի ուզած չուզած այդպես է մենք կիզակետում ենք, դրա համար պետք է ավելի ոլորտը զարգանա, ինչ եք կարծում, արդյոք սա կնպաստի նաեւ այդ հանգամանքին։ Իրականում ինքս 44-օրյա ու ապրիլյանի մասնակից եմ, կամավոր եմ գնացել ու այնտեղ էլ բնականաբար տեսել եմ ԱՏՍ-ները, ոնց որ այդ սկզբում այդ ապրիլյանից հետո էլ սկսել եմ սրանով զբաղվել, հենց այդ ժամանակվանից եմ հետաքրքրվել ու արդեն շուրջ 10 տարի է դրանով եմ զբաղվում։ Բնականաբար այս ուղղվածությունը ոչ միայն ռազմավարական, այլ անպայման է, որ սա զարգանա, ոնց որ այլընտրանք չկա։ Հա, ու այն ինչ որ ցույց է տալիս ռուս-ուկրաինական պատերազմը, գրեթե մեկը ով մի փոքր հետաքրքրվել է պատերազմով, վստահաբար լսել է FPV դրոնները, թե ոնց են կիրառում ու ինչքան վնաս են տալիս, որ $2000 սարքը կարողանում է, չգիտեմ, $50 միլիոն տեխնիկա խոցի։ Հա, ու այստեղ ոչ թե մեր մոտ խնդիրը սարքեր ունենալն է, այլ մասնագետներ, ովքեր դա կարող են կիրառել, որովհետև յուրաքանչյուր պատերազմական իրավիճակում սարքը գտնելը մի քանի անգամ ավելի արագ է ստացվում, գնել, բերել, հազար հատով, միլիոն հատով, քան մասնագետ, ով պետքա գոնե մի քանի տարի այս ոլորտի մեջ լինի։ Ու այս կրթական սպորտային միջավայրը զարգացնելով մենք հնարավորություն ենք տալիս նաև անհրաժեշտության դեպքում, եթե կարիք կա մեր երկրի սահմանները պաշտպանելու, այդ նույն երեխաները, ովքեր 2-3 տարի հետո մեծանալու են, մասնագիտանալու են, զորակոչվելու են բանակ ու լինելու են պատրաստի մասնագետներ, ովքեր կարողանան իրենց գիտելիքները կիրառեն։ Շատ կարևոր է։ Եվ իդեպ, եթե չեմ սխալվում, ծառերը այսինքն մեծ հասուն ծառերը շատ պաշտպանիչ են ԱԹՍ-ների, то есть տեսանելիությունը նկատի ունի։ Այսինքն մարդիկ կարող են ծառերի տակ, այսպես ասենք, կանգնել, պաղկվել, ճակերտավոր ասած, եւ դա շատ պաշտպանիչ է, այդպես է։
Ճիշտ եք համարում։ Իրականում FPV օպերատորի համար ոչ մի արգելք չկա, որովհետև եթե մոտավորապես դրոնից մի փոքր մեծ տարածություն ա լինում, շատ հմուտ օպերատորը կարող է այդ փոքր տարածքի, այդ փոքր անցքի միջով անգամ անցնի, հետևաբար այսօր արդեն դա ավելի FPV դրոններից ոնց որ փրկություն առանձնապես չկա, հա, այն ժամանակ ոնց որ խլացնում էին, իսկ հիմա արդեն կան օպտիկական դրոններ, որոնք լարային կապով են ու հնարավոր չի դրանց խլացնելը, միակ տարբերակը այդ լարային կապը ֆիզիկապես չեզոքացնելն է, որը քեզ վրա թռչող դրոնի, երբ որ տեսար արդեն անիմաստ է չեզոքացնելը։ Աստված մի արասցե, այո, թող առհասարակ մենք միայն գիտական առումով իրականում մենք կրթական սպորտային պատրաստ լինելը միշտ լավ է, այո, պատրաստ լինենք զինված լավ մասնագետներով, լավ սարքերով, բայց երբեք պետք չլինի դրա գործածումը, Աստված տա։ Նաև կխնդրենք նշել, թե որտեղ կարող են մանրամասներին ծանոթանալ։ Մեր մանրամասներին կարող են ծանոթանալ Arm-Drone Community սոցիալական հարթակներում, այնտեղ նշված է թե մրցույթի անցկացման վայրը, թե ժամանակացույցը, նշեմ, որ մայիսի 15-ից 17-ն է լինելու, 15-ին կատարելու ենք մեր նախապատրաստական աշխատանքները, 16-ին կլինի կիսաեզրափակիչ եւ 17-ին արդեն կլինի եզրափակիչ։ Հյուրերին բոլորին սպասում ենք մայիսի 17-ին ժամը 3-ից հետո այդտեղ եզրափակչում բավական տենց թեժ պայքար է գնալու, քանի որ Ռուսաստանից գալիս են տենց գործող չեմպիոններ նույնպես, Ռուսաստան CSNG-ի տարածաշրջանից չեմպիոններ ու շատ հետաքրքիր է լինելու հիմնականում ավելի փոքր տարիքի մասնագետների թռիչքները, քանի որ օրինակ Ռաֆիկից փոքր կան տարիքային։ Կա 10 տարեկան էլ, 11 տարեկան էլ։ 10-ից է սկսում։ Իրականում սկսում են, երբ կարողանում են, մի քիչ դժվար է այդ մինիմալը բան անել, որովհետև հիմա օրինակ մեզ մոտ կա, չգիտեմ, 50-55 տարեկան մարդ էլ, որ զբաղվում է սրանով, որոնք նոր են ընդհանրապես առնչվում այս մասնագիտության հետ։ Չլսեցի։ Որոնք որ նոր են ընդհանրապես այս մասնագիտության հետ։ Կան, որ շուտվանից են ոնց որ զբաղվում, կան, որ նոր են, ոնց որ շատ տարբեր է, էլի ոլորտը sense ակտիվ զարգանում է։ Հիմնականում նշեմ, որ 30-35 տարեկան մարդիկ, ովքեր թեկուզ վստահ են, փորձառու են, բավական շատ վախենում են փոքրերից, որովհետև փոքրերը sense ինտենսիվ, իրանց ժեստիկուլար ապարատը ավելի լավ է զարգացած, իրանք ավելի արագ են կարողանում։ Տաքարյուն են ավելի։ Ոնց որ իրանց մոտ ավելի լավ է ստացվում ու հիմնականում վախենում են փոքր տարիքի մասնակիցներից։ Մեզ մոտ նույնպես այդ խնդիրը կա, սկզբից փոքրերն էին մեծերից վախենում, ասում էին փորձառու են եւ այլն, հետո մի քիչ մարզումների ընթացքում հասկացան, որ չէ, իրանք մի քանի անգամ ավելի մեծ առավելություն ունեն ու անգամ ուրախանում են, որ իրանք տարիքով մեծ է ընկնում իրանք հետ ու հենց այս մրցարշավի իմաստը նաեւ է նա, որ այստեղ տարիքային սահմանափակում ու այդպիսի sense քաշային կարգեր եւ այլն չկա։ Այստեղ կա հմտություններ ու անկախ տարիքից, եթե դու այդ հմտությունները զարգացրել ես, կարողանաս հաղթես թե քեզանից տարիքով մեծի, թե անգամ փոքրի։ Հրաշալի է, մենք ձեզ հաջողություններ ենք մաղթում։ Այն ինչ հեռանկար գծել եք հենց այս մրցաշավի մասին, թող իսկապես կատարվի, անպայման լինի, սա առաջին միջազգային, չէ՞, մրցաշավն է Հայաստանում, թող դա լինի ամենամյա Հայաստանում, վստահ ենք, որ մեր երկրին այո շատ մեծ ճանաչելություն նաև կբերի տեխնոլոգիական առումով միջազգային շուկաներում։ Շնորհակալ ենք ձեզ, լավ օր ենք մաղթում։ Հաջողություն ենք մաղթում եւ մասնագիտության մեջ եւ կյանքում եւ հետագայում որ հպարտանանք ուղղակի խաղաղության պայմանների մեջ Աստված տա որ հպարտանանք եւ գիտական առումով հպարտանանք։ Շնորհակալ ենք ձեզ, լավ օր։ Շնորհակալ ենք։ Այսպես սիրելի հեռուստադիտողներ, շատ կարճ գովազդային ընդմիջում մեր եթերում ունեցեք մեզ հետ։